Իրանում արդեն շուրջ 3 շաբաթ է ցույցեր են թերևս ամենազանգվածայիններից Իսլամական Հանրապետության պատմության մեջ։ Հաղորդվում է հարյուրավոր զոհերի, վիրավորների եւ բանտարկվածների մասին։ Ակցիաները սկսվեցին սոցիալ-տնտեսական դժգոհություններից, աստիճանաբար վերաճելով հակակառավարական ցույցերի։ Երկրի ղեկավարությունն արձագանքեց, անկարգություններ հրահրողները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Վաշինգտոնից նախ զգուշացրին, եթե ցուցարարների սպանությունները շարունակվեն, Իրանի իշխանությունները ցավոտ հարված կստանան։ Այս ֆոնին իրանական բանակը բերվեց պատրաստության բարձր մակարդակի, սակայն օրեր անց Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը չի պատրաստվում մահապատժի ենթարկել ձերբակալվածներին, իսկ ամերիկյան ջանքերով հաջողվել է փրկել առնվազն 800 մարդու կյանք։ Զանգվածային ցույցերն էլ կարծես մարում են։ Այսօր օրակարգում Իրանի բողոքի ցույցերն են։ Իրանում բողոքի ակցիաները չեն դադարում անցած տարվա վերջից, ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման եւ գնաճի պատճառով։ 2025 թվականի դեկտեմբերի տվյալով ազգային արժույթը ռիալ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 50%-ով։ Պաշտոնական գնաճը կազմել է 42%, իսկ սննդամթերքի գները բարձրացել են ավելի քան 70%-ով։ Տարբեր գնահատականներով Իսլամական Հանրապետությունում տնտեսական խնդիրները սկսել են սրվել դեռ 2018 թվականից միջուկային ծրագրից Միացյալ Նահանգների դուրս գալու եւ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման հետևանքով։ 2025-ի դեկտեմբերի 28-ին ցույցերը մեկնարկեցին Թեհրանի գլխավոր շուկայում, նախ փողոցներ դուրս եկան վաճառականները եւ ուսանողները, բողոքելով իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ։ Սակայն ակցիաներն աստիճանաբար ստացան հակակառավարական բնույթ, տարածվելով գրեթե ամբողջ երկրում։ Բացի բարեփոխումների պահանջներից ցույցերի մասնակիցները վանկարկում էին մահ բռնապետին, մահ Խամենեիին, իշխանությունը ժողովրդինն է, այլ ոչ այաթոլլաներինը։ Սկսվեցին լուրջ բախումներ ցուցարարների ու իրավապահների միջև, հրկիզվեցին պետական եւ այլ կառույցներ, մի քանի տասնյակ մզկիթներ։ Հունվարի 8-ից ամբողջ երկրում ինտերնետ եւ հեռախոսային կապը սահմանափակվեց, ինչի հետևանքով ցույցերի եւ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ թարմացումներ գրեթե չկան։ Զոհերի մասին էլ իրարամերժ լուրեր են տարածվում։ Իրավապաշտպանների գնահատմամբ խոսքը կարող է լինել 2400-ի մասին, այդ թվում իրավապահներ։ Արևմտյան մամուլում զոհերի հետ կապված շրջանառվում են 2000 եւ 3000 թվերը, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցում է 18000-ը։ Իրանը դեռ պաշտոնական թվեր չի հրապարակել, սակայն երկրի արտգործնախարարի խոսքով զոհերի թիվը խիստ ուռճացված է եւ իրականում խոսքը մի քանի 100 զոհի մասին է։ Իրանում վերջին շրջանի ամենազանգվածային ցույցերին իշխանության արձագանքը հստակ էր, պատրաստ են լսել բողոքող քաղաքացիների ձայնը, սակայն անկարգություններ իրականացնողները պատժվելու են։ Մարդիկ դժգոհ են եւ դրա համար մենք ենք մեղավոր։ Պետք չէ միայն Ամերիկային կամ ուրիշներին մեղադրել։ Հենց մենք պետք է ծառայենք մեր ժողովրդին, որ նրանք գոհ լինեն մեզնից։ Մենք պետք է ճիշտ կառավարենք մեր ռեսուրսները, ճանապարհներ եւ լուծումներ գտնենք։ Փեզեշքյանը հավատացրեց, պատրաստ են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, կարևորելով, որ ցույցերի բուն պատճառները չխեղաթյուրվեն։ Թեհրանից հայտարարեցին, որ իրական ցուցարարները հանցավոր գործողություններ չեն կատարում, իսկ անկարգությունները հրահրում են Ամերիկան եւ Իսրայելը գործակալների միջոցով։ Թշնամին հնարավորություն տեսնելով փորձեց օգտագործել այն, չենք ընկրկի թշնամու առաջ։ Թող Թրամփը ղեկավարի իր սեփական երկիրը, եթե կարող է, իսկ մեր երիտասարդներին հորդորում են պահպանել իրենց կրոնը, քաղաքական հայացքները եւ ողջախոհությունը։ Մենք ճանաչում ենք Իրանում յուրաքանչյուրի բողոքելու իրավունքը, սակայն որևէ պետություն չի հանդուրժի անկարգությունները, հանրային եւ մասնավոր սեփականության հրկիզումները կամ քաղաքացիական անձանց, զինված ուժերի եւ ոստիկանության վրա կրակելը։ Մեր տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ 12-օրյա պատերազմի շարունակությունն էր։ Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց լիովին պատրաստ ենք դրան, նույնիսկ ավելի պատրաստված, քան նախորդ պատերազմից առաջ։ Միևնույն ժամանակ մենք բաց ենք նաեւ բանակցությունների համար։ Արարչին հայտարարել է, որ հունվարի 10-ից իրավիճակն իրավապահների վերահսկողության տակ է, Մասուդ Փեզեշքյանն էլ անձամբ հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Թեհրանից նաև հայտարարում են, որ ցույցերը մարում են, թեև տարբեր զլմների տվյալով դրանք դեռ շարունակվում են։ Իսկ ինչ վերաբերում է ինտերնետային կապին, ըստ արտգործնախարարի այն շուտով կրկին հասանելի կդառնա, երբ անվտանգային հարցերը լուծվեն։ Ուշագրավ են Վաշինգտոնից հնչող հայտարարությունները։ Թեժ ակցիաների ֆոնին Դոնալդ Թրամփը նախազգուշացրեց, եթե ցուցարարների սպանությունները շարունակվեն, ամերիկյան կողմը ցավոտ հարված կհասցնի Իրանին։ Նա կոչ արեց ցուցարարներին շարունակել իրենց բողոքը։
Իրանցի հայրենասերներ, վերահսկողություն հաստատեք ձեզ պատկանող կառույցների նկատմամբ։ Մարդասպանները եւ բռնարարները մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների սպանությունները չդադարեցվեն, օգնությունը ճանապարհին է։ Թե ինչ օգնության մասին է խոսքը, Թրամփը չհստակեցրեց։ Սպիտակ տնից հայտնեցին, որ չեն բացառում այդ թվում ավիահարվածներ հասցնելու սցենարը։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարեց, որ 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների համար։ Թե որ երկրների վրա այն կտարածվի, պարզ չէ, սակայն Իսլամական Հանրապետության ամենակարևոր առևտրային գործընկերներից են Հնդկաստանը, Չինաստանը եւ Թուրքիան։ Ստեղծված իրավիճակի ֆոնին հունվարի 15-ին Արևմտյան մամուլը գրեց, որ Միացյալ Նահանգները 24 ժամվա ընթացքում կարող է հարվածել Իսլամական Հանրապետությանը։ Տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը փակել է օդային տարածքը։ Սակայն ավելի ուշ չվերթները վերականգնվեցին, իսկ Դոնալդ Թրամփի տրամադրվածությունը փոխվեց։ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Իրանի իշխանություններն այլևս մտադիր չեն մահապատժի ենթարկել հակակառավարական ցույցերին մասնակցած քաղաքացիներին։ Իրանում սպանությունները դադարում են, ինձ ասել են, որ դա հայտնի է վստահելի աղբյուրներից։ Վստահ եմ, որ եթե մահապատիժներ տեղի ունենան, ինչի մասին վերջին օրերին շատ են խոսում, բոլորս կվրդովվենք։ Այդ դեպքում Միացյալ Նահանգները շատ խիստ միջոցներ կձեռնարկի Իրանի դեմ, հետևում ենք զարգացումներին։ Այս ընթացքում հետաքրքրական էին նաև Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փահլավիի հայտարարությունները։ Նա աջակցություն հայտնեց իրանցի ցուցարարներին, վստահեցնելով, որ պատրաստ է վերադառնալ Թեհրան, դառնալ երկրի անցումային առաջնորդը, վերջ դնել միջուկային ծրագրին, դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը, վերականգնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ ճանաչել Իսրայելը։ Նաև տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հանդիպել է Փահլավիի հետ։ Հասել ենք մի կետի, երբ որոշակի գործողություններ են անհրաժեշտ։ Մարդիկ ազատություն են ուզում, նրանք պարզապես հոգնել են այս ռեժիմից։ Առանց պատմության ճիշտ կողմում կանգնած երկրների աջակցության մենք չենք կարող ազատվել։ Պետք չէ բանակցել կամ հանդարտեցնել այն ռեժիմին, որը 47 տարի դաժանորեն է վարվել մեր ազգի հետ։ Իրանում ստեղծված իրավիճակը մնում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մի շարք երկրներ եւ միջազգային կառույցներ դատապարտել են ցուցարարների նկատմամբ ճնշումները։ Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան հայտարարել են Թեհրանի դեմ պատժամիջոցների մասին։ Ռուսաստանը եւ Չինաստանն էլ մեղադրել են Արևմուտքին Իրանի ներքին գործերին միջամտելու համար։ Իրանում ինտերնետի հասանելիության եւ հեռախոսակապի սահմանափակման պատճառով ցույցերի մասին տեղեկություններ չկան։ Հասկանալի չէ նաեւ ինչ հանգուցալուծում կստանա ստեղծված իրավիճակը եւ ինչպես կդիրքավորվի Միացյալ Նահանգները։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք արևելագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրզաբեկյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Միրզաբեկյան, Ամսի 28-ից, դեկտեմբերի 28-ից Իրանը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, սակայն ինտերնետի եւ հեռախոսային կապի սահմանափակումների պատճառով շատ սուղ տեղեկություններ ենք ստանում, թե ինչ է կատարվում հիմա Իրանում։ Թերևս ինչ տեղեկություններ ունենք վերջին զարգացումների մասին, ցույցերը շարունակվում են, թե մարել են։ Շնորհակալություն, իրականում շատ բարդ է այդ հարցին պատասխանել, որովհետև ինչպես նշեցիք, տեղեկությունները շատ սուղ են, մի քանի օր է հիմնականում Իրանում կապը անջատված է եւ հնարավոր չի լինում առանց այդ սուղ միջոցների պայմաններում որոշակի տեղեկություններ ստանալ, այդ թվում նաև ցույցերի ընթացքի մասին, սակայն նա կարող ենք ասել, որ սկզբնական շրջանում ցույցերը ավելի տարերային էին եւ նրանք իրենց գագաթնակետին ըստ էության հասան ամսի հունվարի 9-ից 10-ը եւ ամենամեծ նաև զոհերը գրանցվեցին այդ ժամանակահատվածում, որից հետո կարծեք թե թափը մի փոքր կոտրվել է կամ էականորեն ընկել է թափը։ Հիմա չեմ բացառում, որ կարող են լինել դիսոկ ցույցեր, սակայն ոչ այն մասշտաբի, ինչքան որ հասկանում են կամ կարող ենք ենթադրություններ անել, ինչքան որ նշածս ամսաթվերներ կամ օրերին էր։ Դեկտեմբերի 28-ի այս ցույցերը էականորեն տարբերվում են 79 թվականից հետո եղած ցույցերից։ Ինչով են դրանք տարբերվում, ինչու են այլ։ Տեսեք, իրական ինքը ունի իր առանձնահատկությունը, շատ ճիշտ եք, որովհետև սա կարելի ասել, որ հեղափոխությունից հետո ամենամեծ եւ տարերային ցույցերն էին։ Ընդհանրապես Իրանում ցույցերը մեծ հաշվով հիմնականում ինտենսիվացել են վերջին տասնամյակներում, իհարկե 2009-ին էլ էին եղել ընտրությունների հետ կապված, բայց հիմնականում դրանք սկսվել են 2000 պայմանականորեն ասած 2018-ից հետո, 19 թվականին մասնավորապես, երբ որ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված Միացյալ Նահանգները դուրս
եկավ միջուկային ծրագրից եւ սանկցիաները ավելի սաստկացան Իրանի վրա, այսինքն սենց հետևում է, որ ցույցերը դրանք ավելի շատ սոցիալական բնույթ էին, տնտեսական բնույթ էին, բենզինի ցույցեր եւ այլ սոցիալական թեմաներով ցույցեր։ Նախորդ ցույցերը կամ այդ ցույցերի վերջին հանգրվանը 2022-ն էր, Մասա Ամինի այդ աղջկա մահվան հետ կապված, որոնք որ նույնպես փոքր-ինչ տարբերվեցին նախորդ ցույցերից, ավելի տարերային էին եւ ընդգրկեցին հիմնականում մեծ քաղաքներ, սակայն այդ մեծ քաղաքներում ավելի շատ հնչում էին մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության հարցեր, իրավունքների մասին էր խոսք գնում, իհարկե կար քաղաքական բաղադրիչը, սակայն հիմնականում կանանց իրավունքների մասին էր եւ համակել էր հիմնականում մեծ քաղաքները, չնայած պետք է ասել, որ շուրջ 3 ամիս տևեցին այդ ցույցերը։ Այս ցույցերը մի փոքր առանձնանում է նախորդ ցույցերից, ներառյալ 2022-ին գրանցված ցույցերից, որովհետեւ այստեղ հստակ էր նաեւ քաղաքական բաղադրիչը, որովհետեւ այս ցույցերը տեղի են ունենում քաղաքական նոր իրադարձության եւ իրականության պայմաններում։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որ բացի տնտեսական խնդիրներից, որից որ ծագել են այս ցույցերը, կա նաեւ քաղաքական ծանր կամ բարդ իրավիճակը, որին առերեսվել է Իրանը, խոսքը 2025 թվականի ամռանը տեղի ունեցած 12-օրյա պատերազմի մասին է Իսրայելի կողմից Իրանի դեմ, որը որ իսկապես դժվարեցրել է Իրանի կացությունը, այստեղ դրա հետևանքով բանակցությունները ընդհանրապես ընդհատվել են Միացյալ Նահանգների հետ, երկխոսության պատոնը փակվել է, ինչպես ասում են, եւ առանց այն էլ ծանր տնտեսական դրությունը ինքը նաեւ փոխկապակցվեց քաղաքական ծանր դրության, պետք է ասել, որ ի տարբերություն նախորդ ցույցերի նույնպես համակեցին մեծ քաղաքները, բայց չբավարարվեցին միայն մեծ քաղաքներով, համակելով նահանգների մեծ մասը կամ գրեթե բոլոր նահանգները, այո, եւ ընդգրկեցին մեծ ու փոքր քաղաքներ, ինչը որ էապես տարբերում է նախորդ ցույցերից, որոնք որ հիմնականում մեծ քաղաքներ էին ընդգրկել։ Բացի այդ, այս դժվարությունները նաեւ իրենց արտացոլումը գտան շատ հետաքրքիր կոմպոնենտ է, որ այն քաղաքներով, որոնք որ հիմնականում լոյալ են կամ միջին դասի խավին համակեցին սկզբնական շրջանում, որոնք որ իրենք հավատարիմ են, գործող իշխանություններին, այնպիսի քաղաքներով, որոնք ավանդապաշտ են եւ ընկնում են պրոիշխանական մոտեցումներով, դիցուք օրինակ Ղոմը, Մաշհադը այս առումով նույնպես առանձնահատուկ էր, այսինքն ինքը ունի իր առանձնահատկությունները, բայց ինչպես նշեցինք, հիմա կարծեք թե ցույցերը մի փոքր թափը ընկել է։ Այստեղ հետաքրքրական է Վաշինգտոնի դիրքավորումը եւ այնտեղից հնչող հայտարարությունները։ Սկզբնական շրջանում տեսանք, որ Թրամփը բավականին կոշտ հայտարարություններ արեց, ընդհուպ սպառնաց, խոստացավ խառնվել, միջամտել, եթե սպանությունները ցուցարարների շարունակվեն, սակայն վերջին օրերին ինչ որ այդ թափը կոտրվեց, ավելի մեղմ հայտարարություններ են հնչում։ Այսպիսով Վաշինգտոնը ինչ նպատակներ ունի ու ինչի է ուզում հասնել։ Տեսեք, սա հետաքրքիր հարց է եւ բավական այս հարցը նույնպես ակտուալ էր նաեւ 12-օրյա պատերազմի ժամանակ, որտեղ այս հարցը նույնպես քննարկվում էր, որն էր Միացյալ Նահանգների դիրքավորումը, թեպետ որ հարվածներ հասցրեց եւ այս հարցը նույնպես ակտուալ դարձավ այժմյան հիմա։ Ես այդքան էլ հակված չեմ, որ Միացյալ Նահանգների նպատակը Իրանում իշխանափոխության անելն է եւ կամ անպայման գերնպատակը հարվածներ հասցնելն է, բացատրեմ ինչու, ըստ իս Միացյալ Նահանգների նպատակը ավելի շատ փորձել ճնշելու միջոցով Իրանին, փորձել իր պայմաններով բանակցային սեղանի եւ պարտադրել իր զիջումներ պարտադրել այն հարցերում, որտեղ որ դիցոք միջուկային ծրագրի հարցում Իրանը հրաժարվում էր գալ որոշակի համագործակցության, բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգների շահերից չի բխում եւ ընդհանրապես տարածաշրջանի երկրների շահերից չի բխում Իրանի անկայունությունը, որովհետեւ դա կարող է հանգեցնել հաշվի առնելով Իրանի սպეციფիկան, աշխարհագրությունը, անկախատեսելի հետևանքների եւ դրանով փորձում է Միացյալ Նահանգները ավելի շատ Իրանին իր տեսանկյունից կառուցողական դաշտ բերել եւ հետեւաբար ըստ իս Միացյալ Նահանգները ավելի շատ հուսում է բանակցությունների վրա եւ այս սպառնալիքները, որ նա հնչեցնում է, ավելի շատ նպատակ ունեն հասնելու այդ նպատակին, այլ ոչ թե գուցե ինչ որ ժամանակ կարող է ռազմական գործողություն, բայց դա գուցե լինի տեղային, որովհետեւ ըստ իս նպատակը դա չէ։ Համենայն դեպս հիմնական նպատակը ես չեմ տեսնում, որ իշխանափոխության հասնելն է։ Սա նաեւ
Գիտեք, ըստիս ապացուցվում է մեկ այլ փաստով, նրանով, որ գիտենք Ռեզա Փահլավիի մասին, ով իրեն դիրքավորում է որպես այդ ցույցերի ընդդիմադիր, այնինչ կարելի ասել, որ այս առանձնահատկությունը այն է, որ իրականում կարող ենք ասել, որ այդ ցույցերը չունեն հստակ առաջնորդ կամ ընդդիմություն, բայց նա իրեն այդպես է դիրքավորում եւ հուսում է Դոնալդ Թրամփի աջակցությունը ամեն կերպ, բայց Դոնալդ Թրամփն անձամբ ասում է, որ որքան նա մարդկային առումով համակրի նրան, սակայն չի պատրաստվում նրա հետ հանդիպել եւ դեռ շատ վաղ է խոսելը, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները իսկապես չի ցանկանում այդքան հեռու գնալ եւ իր համար պրիզմայով չի դիտարկում իշխանափոխության գաղափարը եւ փորձում է Իրանին ինչ որտեղ զիջումների պարտադրել, իսկ Իրանի միջուկային հարցում զիջումները հետեւյալն է, որ միջև այդ ընթացքը մենք ունենք, ապա այն է, որ նրանք ցանկանում են, որ Իրանը ուրան չհարստացնի, դրանք միայն այսինքն ուրանի հարստացման ծրագիրը, միջուկային ծրագիրը որպես այդպեսին փլուզվի եւ սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը, այս երկու հանգամանքներ, որը որ Իրանի Միացյալ Նահանգների համար ներողություն շատ առանցքային էր եւ իհարկե Իսրայելի համար նույնպես առանցքային էր։ Իսկ հիմա միջուկային բանակցությունները դրանք չկան մեծ հաշվով, բայց ինչ փուլում են քննարկումներ կան գոնե միջնորդների միջոցով, թե լրիվ կանգնել է այդ գործընթացը։ Հիմա որպես այդպեսին գործընթաց չկա եւ դրա համար եմ ասում, որ սա նույնպես բավական բարդ է Իրանի համար դիմագրավելու այս ճնշումներին չունենալով երկխոսության պատուհան։ Սակայն այն թույլ տվեք ասել լավատեսությունը, որ հնարավոր է Միացյալ Նահանգները տեսնում է խնդրի լուծումը բանակցությունների միջոցով, ապա դրանք նաև իրանական ուղերձներն են, որոնք որ մենք հիմա տեսնում ենք, խոսքը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարություններն են, երեկ էլ նա հարցազրույց տվեց Fox News-ին, հանրապետական ուղղվածության պաշտին գնող, որտեղ որ նա միջև այդ էլ իհարկե պատրաստակամություն էր հայտնել բանակցությունների եւ նշել է, որ Իրանը պատրաստվում է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ ծրագիրը, որը որ շատ կարևոր է եւ փոխարենը հուսալով սանկցիաների հանում, բաժամիջոցների դուրս բերում, սա նույնպես շատ կարևոր հայտարարություն է։ Այսինքն մենք մի կողմից տեսնում ենք, որ Իրանը ցանկանում է իհարկե պատրաստ լինելով հնարավոր հարցակման, ցանկանում է բանակցությունների, ինչը բնական է, եւ Միացյալ Նահանգների կողմից նույնպես տեսնում ենք նման ազդակներ։ Վերադառնանք ցույցերին, ամենաթեժ օրերին տեսանք, որ Օմանի արտգործնախարարը այցելեց Թեհրան։ Այստեղ պետք է նշել, որ Օմանը շատ հաճախ հանդես է եկել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև որպես միջնորդ։ Այս այցը հենց այս օրերին ինչ նպատակ ուներ։ Հնարավոր է, որ հենց այդ միջնորդության, որովհետև Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ավանդաբար միջնորդական այդպիսի առաքելությամբ վերջին տարիներին աչքի են ընկնում ոչ միայն Օմանը, դա մենք ասացինք, որ բանակցություններին միջուկային ծրագրերի հարցով հենց Օմանի սուլթանությունում էլ մի քանի ռաունդ բանակցություն են եղել, այլ նաև Քաթարը եւ հետեւաբար այս երկու պետությունները նույնպես այդ միջնորդի դերակատարությունը ունեն։ Հետեւաբար չի բացառում եւ ամենայն հավանականությամբ մեզ այս հանդիպումները թույլ են տալիս նշել, որ հենց Օմանի նպատակը գերխոսության ծավալումն է կամ մեսիջների ուղերձների փոխանցումն էր Միացյալ Նահանգների կողմից Իրանին եւ հակառակը։ Բայց հենց միջուկային թեմայով թե ցույցերի, որովհետեւ կարծում եմ երկխոսել են կողմերը։ Ըստ դրանք փոխկապակցված են, այսինքն Միացյալ Նահանգների համար դրանք փոխկապակցված են եւ կարծում եմ, որ հենց ցույցերի առիթ օգտագործելով Միացյալ Նահանգները փորձում են օգտվելով նաեւ Իրանի իշխանությունների բարդ իրավիճակից փորձելով հասնել իր համար բավական բանակցային սեղանի բավական ցանկալի արդյունքների։ Կարծում եմ սրանք փոխկապակցված են եւ դրանից հետո երբ որ մենք տեսնում ենք իրանական մեսիջների դեպ պաշտոնական մակարդակով Թեհրանը չի երգել, որ այսինքն խոսքեր գնացել նրա մասին, որ Իրանը անգամ զանգ է կատարել Միացյալ Նահանգներին պատրաստակամություն հայտնելու։ Դեպ դա ներկայացուցիչ Օմանի հանդիպումից հետո էր եւ Թեհրանը չի երգել, որ նման քայլով է հանդես եկել եւ դրանից հետո էլ հաշվի առնելով Թեհրանի պատրաստակամության կոչերը ակտիվացումը, կարծում եմ, որ Թեհրանը ինքնաբերաբար ցույց է տալիս իր պատրաստակամությունը եւ հուսով է, որ Միացյալ Նահանգները նույնպես ընդառաջ կգա այս քայլին։ Իսկ ինչ դիրքավորում եւ դերակատարում ունի Իսրայելը։ Տեսեք, մի փոքր անորոշ է, կարծում եմ, որ Իսրայելը ակտիվ համակ ուշադրությամբ է ուղղակի հետևում իրադարձություններին եւ որևէ ակտիվ քայլի չի դիմում եւ այս առումով իմ գնահատականն է, որ նա այս իրադարձություններում ապավինել է Միացյալ Նահանգներին։ Մի քանի պատճառներով նախ կարծում եմ, որ Իսրայելը ինքնին նոր լինելով պատերազմի մեջ, ավելի
այսինքն գրելով կորուստներ եւ այլն, նա հասկանում է, որ նրա ակտիվությունը մեկ կարող է ոչ միանշանակ ընկալվել Իրանի հասարակության կողմից եւ երկրորդ նա հասկանում է, որ ցանկացած հետագա էսկալացիայի դեպքում հնարավոր է, որ Իրանը ստիպված լինի հարվածներ հասցնել Իսրայելին, որը չի բխում իր շահերից։ Հետևաբար, ըստ իս Իսրայելը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս գործը ապավինել է Միացյալ Նահանգներին, նրա ճնշումներին եւ փորձում է այդտեղ ունենալ իր հիմնական շահը, եւ այս ճնշումների միջոցով, եթե Միացյալ Նահանգները կարողանա որոշակի զիջումներ պարտադրել Իրանին միջուկային գործարքի հարցում, իսկ մենք գիտենք, որ սա Իսրայելի համար գերնպատակն է, այսինքն իրենք զգայունություն ունեն Իրանի միջուկային հեռանկարի պարագայում, եւ եթե այդ բանակցություններում որոշակի զիջումներ գործեն եւ շահեկան իրավիճակում հայտնվեն, ապա ինքնաբերաբար սա նաեւ կբխի Իսրայելի շահերից։ Իսկ փորձագիտական շրջանակները այս ցույցերի ֆոնին ինչ սցենարներ են քննարկում, դիտարկում իրավիճակի հետագա կարգավորման, ընդհանրապես զարգացման։ Գիտեք, հիմնական այդ փորձագիտական մակարդակով հիմնական այդ կանխատեսումները բավականին ակտիվ էին, երբ որ Իրանը բնականաբար, երբ որ Իրանում իրավիճակը բավական խառնակ էր եւ թեժ էր, հիմա մի փոքր այդ վերլուծական այդ վերլուծիչների թափնել է, հա, մի փոքր պակասել, որտեղ հասկանալի է, որ իրավիճակը ինքն իրանով ճիշտ է անորոշ է, բայց կայունանալու նշաններ ունի, ինչու, որովհետև մի շարք վարկածներ, որոնք որ շրջանառվում էին, դրանք կարելի ասել, որ գնալով դուրս են գալիս, սակայն ամենակարևոր խնդիրը, ես կնշեմ, որոնք որ այն ժամանակ էին քննարկվում եւ հիմա են քննարկվում եւ դրանք ակտուալ են վերջին տարիներին նույնիսկ հենց Իրանում, խոսքը բարեփոխումների մասին է, ներքին բարեփոխումների մասին, որովհետև դրանք շատ կարևոր են, այսինքն այն գուցե թերացումները, որ կան կառավարման համակարգում, կառույցների ներսում, դրանք բարելավելու, նոր շունչ բերելու, դրանք ակտուալ են մնում եւ շատերն են նշում, որ առանց լուրջ բարեփոխումների մեծ հաշվով լուրջ առաջխաղացում, հա, երկրի տնտեսական կյանքում ապահովել չի կարելի։ Սակայն միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք օբյեկտիվորեն այս բարեփոխումները նաև ուղիղ համեմատական են մի մասով նաև արտաքին քաղաքականությանը, այսինքն թե ինչպեսի իրավիճակը դասավորվի Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում, ինչ ճակատագիր կունենա Իրանի նկատմամբ, այսինքն պատժամիջոցների հարցը կհանվեն թե չէ, այսինքն եթե պատժամիջոցները հանվեն կամ մասնակի թեթևանա Իրան այդ խնդրից, ապա հնարավոր է որ սոցիալ-տնտեսական կյանքի վրա էլ դա ազդի եւ կյանքը բարելավի։ Օրինակ, բերեմ 2016 թվականը, որը համեմատաբար տնտեսության համար Իրանի բավականին բարենպաստ էր, որովհետեւ 2015 թվականին էր, որ Իրանի միջուկային ծրագիրն էր, հա, այդ ծրագրի հարցում համաձայնության էր հասել հնգյակի հետ, այդ թվում Միացյալ Նահանգների հետ եւ պատժամիջոցների վերացումը մեծամասամբ ինքնազդեց դրականորեն Իրանի տնտեսության վրա։ Իսկ գալով ընդհանրապես Միացյալ Նահանգների քաղաքականության, ես կարծում եմ, որ Իրանի վրա այս ճնշումները կամ ինչպես ասած քաղաքականությունը վարած դա նաև նպատակ ունի ոչ մենակ փորձելու Իրանին բերել իր տեսանկյունից բանակցային սեղանի կառուցողականության դաշտ, այլ նաև ճնշել իր գլխավոր մրցակիցներից Չինաստանին, որովհետև Իրանը ռազմական դաշնակից համարում գործընկեր Չինաստանին, մանավանդ Վենեսուելայից հետո շատ է համարվում, որ Չինաստանը ունի նաև նավթի կարիք եւ նա միջև այդ էլ ներկրում էր Իրանից եւ այս դեպքերից հետո ավելի շատ պետք է կարիք ունենա իրանական նավթամթերքի եւ կարծում եմ, որ նաեւ Միացյալ Նահանգների շահերից է բխում, որպեսզի այս կապը հնարավորինս թուլացնի եւ փորձի Իրանի հետ որոշակի երկխոսությունների մտնել բնականաբար իր համար ավելի ձեռնտու պայմաններում։ Անդրադառնանք Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փահլավի կերպարին, նա ցույցերի ֆոնին շատ ակտիվ հայտարարություններ էր անում, կոչ էր անում ցուցարարներին շարունակել բողոքը, աջակցում էր նրանց, ասաց, որ կվերադառնա Թեհրան, կգլխավորի այս անցումային շրջանը կառավարման, բայց արդյոք նա բավականաչափ աջակցություն ունի Իրանի ներսում հենց։ Տեսեք, իր ակտիվությունը ուշագրավ է, իր ակտիվությունը նոր չէ, նա վերջին տարիներին հատկապես նույնպես ակտիվ է եղել, սակայն հաշվի առնելով թե ցույցերը ինչ աշխարհաքաղաքական թե պայմաններում են տեղի ունենում, նրա ակտիվությունը նոր կարևորություն է ներկայացնում, բավական կազմակերպված ֆլեշ մոբեր, ոչ մենակ իր կողմից, այլ հայտարարություններ, հարցազրույցներ, նաև իր թիմակիցների կողմից, այս առումով ինքը նորույթ է, նաև շատ ոչ թե նորույթ, այլ ուշագրավ է եւ շատ կարևոր է նաև այն կոչերը, որոնք որ տեսնում ենք, որ ցույցերի ժամանակ նաև իր անունն են վանկարկում, սակայն
կծկտուր տեղեկությունների միջոցով չկա հստակ պատկեր, թե այն ինչքանով է արտահայտում Իրանի հասարակության լայն շերտերին, ըստ իս այն մարգինալ հատվածի կամ որոշ փոքր խմբերի արտահայտություններն են, թե ընդհանրապես համակում են հոծ մարդկանց, ես վստահ չեմ, ըստ իս ինքը չունի այն ազդեցությունը, այն համարումը, ինչ մենք կարող ենք իր հայտարարություններից կամ ակտիվությունից տեսնել, այսինքն դա չի համապատասխանում գետնի վրա Իրանում տեղի ունեցող իրավիճակին։ Բացի այդ, Իրանի Սփյուռքում էլ այնպես չէ, որ միանշանակ է իր հանդեպ վերաբերմունքը, այսինքն նա միանշանակ ֆիգուր չէ, եւ եթե Սփյուռքում միանշանակ ֆիգուր չէ, ապա Իրանում առավել եւս։ Հետևաբար եւ ինչպես նշեցի, այստեղ կարեւոր դեր է կատարում այն, որ նույն Միացյալ Նահանգների նախագահը համակրելով նա ասել է, որ համակրում է նրան, բայց նույնպես չի պատրաստվում նրա հետ հանդիպել, այսինքն չի փորձում լեգիտիմություն հաղորդել նրան, եւ եթե հաշվի առնենք, որ ցույցերն էլ որոշ չափով կամ էականորեն թափնկել է, ապա հնարավոր է, որ նրա այս ֆիգուրը այս անգամ ուղղակի տենց ակտիվացել է եւ այդպես էլ մնա։ Իսկ այլընտրանք կա, այսպես ասենք, դա փալավին այլընտրանք կա երկրի ներսում, Իրանի ներսում, այնպիսի բավականաչափ մեծ ազդեցություն ունեցող ընդդիմադիր գործիչներ կան, որ կարող են հավանական է, որ կարող են նոր իշխանությունը ստեղծել։ Տեսեք, Իրանում մի փոքր սպეციფიկ քաղաքական համակարգ է եւ այսինքն նախ այս ցույցերը հստակ լիդեր չունեն, ես այդպես եմ կարծում, ինքը նաեւ դրանով սկզբնական շրջանում իր ուժեղ կողմներ, որ տարերային էր եւ նաեւ միևնույն ժամանակ մի փոքր երկար կտրվածքով հենց ցույցի թույլ մասն են, որ չուներ հստակ լիդեր եւ նաեւ կարգախոսներ, մենք դա էլ չգիտենք հստակ ինչ կարգախոսներով էին մոտենում, գուցե դա ավելի շատ սպոնտան բողոքներ էին, ընդդեմ իշխանության եւ վերջ, բայց այսինքն չկա հստակ ինչ-որ լիդերներ, որոնք հավակնում են ավելի մեծ քաղաքական օրակարգի, հետևաբար եթե որոշակի փոփոխությունների մասին խոսենք, ապա խոսքը գնա բարեփոխումների մասին։ Արդյոք այս հայտագա ինչպես կհաղթահարի Իրանի վերնախավը այս դժգոհությունը, ինչ տեսք կստանա այս դժգոհությունից եւ արդյոք բարեփոխական թևի ներկայացուցիչների նկատառումները, չգիտեմ, կարծիքները, որոնք որ բարեփոխումների կողմնակիցն էին, որքանով տեղ կգտնի վերնախավի մոտ, որքանով նրանք ականջալուր կլինեն եւ կհետևեն եւ մի փոքր կվերանային իրենց քաղաքականությունը։ Բայց այստեղ էլ, քանի որ Իրանը ունի սպეციფիկան, հստակ, այդպես ասած, ընդդիմություն չկա, այսինքն դա մի փոքր հարաբերական է, նույն ասենք, եթե բարեփոխականներն են պայմանականորեն ասած որպես ընդդիմություն, ապա նույն Մասուդ Փեզեշքյանը Իրանի նախագահը նույնպես բարեփոխական թևից է։ Հետևաբար այստեղ մի փոքր սպეციფիկ է եւ բայց փոփոխությունները շատ հետաքրքիր է, թե ինչպես է հաղթահարելու Իրանի վերնախավայից ցույցերը եւ ինչ տեսք է հետո ստանալու։ Շնորհակալ եմ պարոն Միրզաբեկյան հարցազրույցի համար։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Վերջին օրերին Իրանից լուրերը շատ սուղ են, հասկանալի չէ ինչ փուլում են ցույցերը։ Իշխանությունը հայտարարում է իրավիճակը վերահսկելու մասին, սակայն տեղեկություններ կան, որ ակցիաներն ամբողջությամբ չեն դադարել։ Վաշինգտոնից հետևում են զարգացումներին, շարունակելով զգուշացնել, դիտարկում են գործողությունների տարբեր սցենարներ։ Ինչ հետևանքներ կունենան այս ցույցերը դեռ պարզ չէ, սակայն փոփոխություններն անխուսափելի են թվում։ Այսօր օրակարգում Իրանում բողոքի ցույցերն էին։